Հայաստանի Հանրապետության ամենաթարմ քաղաքական նորությունը այն է, որ ելք կա, տիկնակ եւ պարոնայք։ Շատ է քննարկվում այն մասին, խոսվում այն մասին, թե ով է մեր մրցակիցը, գրեթե բոլոր ասուլիսներում մեզ հարց են տալիս, ով է ի վերջո ձեր մրցակիցը։ Նկատի է առնվում որևէ կոնկրետ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ։ Ես ուզում եմ այսօր այստեղից բարձր եւ հստակ հայտարարել մեր մրցակիցը եւ հակառակորդը այն հուսահատությունն է, որ համակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ մենք դուրս ենք եկել այս ընտրապայքարի ոչ թե ինչ որ հանրապետականի կամ նրա արբանյակների հաղթելու, մենք դուրս ենք եկել ընտրապայքարի հաղթելու Հայաստանին համակած հուսահատությունը, մեր հակառակորդը, մեր թշնամին, մեր մրցակիցը հուսահատությունն է եւ մենք եկել ենք հաղթելու հուսահատությանը։ Դաշինքում եղած բոլոր գործիչները, այսօր մեր կողմից առաջադրված բոլոր տեխնացուները, նրանք բոլորը պայքարում են հանուն այնպիսի Հայաստանի Հանրապետության, որը ինքնիշխան է, որը ժողովրդավարական է, որը խարսխված է իր ամբողջ արժեքներով, իր համակարգով, իրավունքի, գերակայության եւ մարդու իրավունքների արժեքների եւ մարդու հիմնարար ազատությունների արժեքների մեջ։ Եվ եթե չլիներ ելքդաշինքը, ես չէի իմանա թե ընտրությունների ժամանակ ում պետք է իմ մեկ ձայնը տամ։ Ես այսօր գիտեմ եւ վստահ եմ այսօր հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ գիտեն։ Բայց ես գտնում եմ, որ մենք շատ լուրջ անելիք ունենք։ Եթե մնացած բոլոր կուսակցությունների պարագայում կարելի է կանխատեսել, թե ընտրապայքարի առաջին օրից սկսած մինչև վերջին օրը իրենք ինչ կվեք ունենան, ելքդաշինքի պարագայում այդ անհնարին է։ Որովհետև որևէ մեկը չգիտի, թե մենք ինչ քարոզարշավ ենք տանելու, թե քարոզարշավի արդյունքում ելքդաշինքի վարկանիշը ինչպես է բարձրանալու, թե մենք որ երրորդ տեղն ենք լինելու։ Մենք մեր նպատակը դրել ենք առաջին տեղին։ Մենք փոփոխություն ենք ուզում, մենք եկել ենք փոփոխության։ Անում ելքդաշինքի ծրագիրը պատասխան է ոչ թե ինչ կամ ինչու, որ բոլորս գիտենք, այլ ինչպես։ Մեր ծրագիրը սկսվում է զինված ուժերի մասին մեր անդրադարձով եւ պատկերացումներով։ Եվ այսպես զինված ուժերը առաջնագծում մարտական հերթապահություն կիրականացնեն միայն պայմանագրային զինծառայողները։ Արտաքին քաղաքականության մեր ծրագրային դրույթներում մենք հստակ ամրագրել ենք, որ ելքդաշինքը քաղաքական սխալ է համարում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ կառույցին։ Եվ ըստ այդմ, որպես առաջնահերթություն ելքդաշինքը գտնում է, որ պետք է սկսել բանակցություններ Եվրոպական միության հետ ասոցացման, խոր եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու շուրջ եւ ընդլայնել հարաբերությունը Եվրոմիության հետ։ Մենք եւ պատրաստվում ենք ստեղծել այնպիսի հակակոռուպցիոն կառույց, որը իրավամբ կլինի անկախ որևէ պետական պաշտոնյայից եւ ազդեցությունից։ Քաղաքականության ֆինանսավորումը կարծում եմ նաեւ երրորդ հանրապետության կարևոր թնջուկներից մեկն է, բայց ամեն քաղաքացի եւ ընդհանրապես այդ տրամաբանությունը կա, այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր փող են բաժանում եւ մեր կարծիքով այդ բաժանված փողի գործադրման փորձում են հասնել իշխանության, որ հետ հավաքեն այդ փողը, մենք ընդհակառակը քաղաքացիներից գումար ենք ակնկալում, որպեսզի դրա գործադրմամբ կարողանանք հաղթել ընտրություններում եւ մեր քաղաքական գործունեության արդյունքում վերադարձնել այդ ներդրումը քաղաքացիներին որպես զարգացող եւ անվտանգ Հայաստան։ Գործնականում այսօր արդեն սկսել են քարոզարշավը, այսօր փոքրիկ տենց քայլերթերով քաղաքացիներին մեր քարոզչական նյութերն ենք տվել։ Լոռու մարզում ավտոշքերթ է տեղի ունեցել եւ գիտեք ամբողջ հանրապետությունով անելու ենք քարոզարշավ, ուղղակի որպեսզի առավել արդյունավետ լինի, այսպես ասած աշխատանքի բաժանում ենք անում։ Սկզբնական շրջանում մի քանի խմբերով տարբեր մասերում հանրապետության, հետո քարոզարշավի կեսին կմիանանք եւ արդեն իրար հետ կշարունակենք։